Պետքա շարունակեմ այս թեման, երկրորդ օրինաց, նորից բացենք երկրորդ օրինացը, Տեր օրհնի ձեզ, ուրախ եմ, որ դուք այստեղ եք, չգիտեմ քանի րոպե կխոսամ, բայց կարևոր բաներ ունեմ ասելու, շատ բաներ ունեմ ասելու ձեզ, թե ինչքան կթողա Սուրբ Հոգին, արդեն դա կախված է Սուրբ Հոգուց, կախված է իր թույլտվությունից, մի բան զմասեմ ու շարժվեմ առաջ, խի այ միկրոֆոնը գնում գալիս, ձեր հեռախոսները անջատեք, ստեղ ձեր ալիքները խառնում այս ալիքներին, մենք ունենք բարեխոս մեր հոր մոտ, դա Քրիստոս Հիսուսն է, ինքը բարեխոսում է մեզ համար, անկախ նրանից դուք գիտեք թե չէ, իր բարեխոսությունը ուղիղ կապված է հավատացյալ ժողովրդի հետ, Տերը չի բարեխոսում անհավատների համար, Տիրոջ բարեխոսությունը հավատացյալներիս համար է, այսինքն մենք սուրբ տեղը մտնելու համարձակություն ունենք Քրիստոս Հիսուսի արյունով, և համարձակություն ունենք պետք եղած ժամանակ մոտենալ իրան և խնդրել իրանից, Տիրոջից, Ինչ եմ ես մոտենամ նկարին, որպեսզի մի քիչ պատկերավոր լինի, բայց գիտենք, որ Տերը պատկեր չի, Տերը իրական անձնավորություն է։ Եվ գիտենք, որ ովքեր որ մոտենում են բարեխոսության աթոռին, շնորհքի աթոռին, ինքը բարեխոսում է մեզ համար ամեն ժամանակ։ Եվ ինքը կոչվում է բարեխոս, Հիսուս։ Եվ Սուրբ Հոգին է կոչվում բարեխոս։ Գիտեք, Հիսուս բարեխոսում է մեզ համար, բայց Սուրբ Հոգին բարեխոսում է մեր մեջ և մեր միջոցով։ Եվ սա հրաշալի համադրություն է, որ Աստված աշխատում է մեր կյանքի մեջ։ Վստահ եղեք, որ Սուրբ Հոգին բարեխոսելու է ձեր միջից։ Վստահ եղեք, որ Հիսուս է բարեխոսում հոր աջ կողմում նստած, խոսում է ամեն մեկիս համար, աղոթում է ամեն մեկիս համար։ Դուք գիտեք, թե չգիտեք։ Եվ իր արյունը մեզ իրավունք է տալիս մոտենալ շնորհքի աթոռին, թույլ է տալիս Տիրոջ արյունը։ Տիրոջ արյունը մեծ աշխատանք է կատարում մեր կյանքի վրա։ Երբ որ դուք զգում եք Աստծո ներկայությունը, դա պատճառ է, որ Տիրոջ արյունը քո վրա է հոսում, կյանքը հոսում է քո վրա։ Դուք Սուրբ Հոգու ներկայությունը հենց այնպես չեք զգում։ Որտեղ որ արյուն է թափված, այնտեղ գնում է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին երբեք չի գնում այնտեղ, որտեղ արյուն չկա։ Որտեղ արյուն կա, այնտեղ Սուրբ Հոգին է, որովհետև սա էր հին ուխտում, տեսնում ենք լրիվ Ղևտացիների օրենքի գրքերը օրինած, որ մարդիկ զոհաբերություն էին անում, քահանաները զոհաբերություն էին անում, կսում էին նրանց ականջի բլթակին արյուն էին և հետո յուղ էին կսում, այսինքն որտեղ արյուն կա, այնտեղ Սուրբ Հոգին կա, որտեղ Սուրբ Հոգին չկա, այնտեղ արյունը չի գործում, Աստծո կյանքը չի գործում, ուրեմն դա Աստծո կյանքն է, որ ներգործում է մեր մեջ, հավատացյալներիս մեջ։ Երկրորդ օրինաց 16-րդ գլուխ, ժամանակ առ ժամանակ մերթ ես նորից կխոսամ դրա մասին ու ավելի կոնկրետ կանեմ, աշխատեք իմ միկրոֆոնը մի ձև եղնի, կամ չլնի, կամ դնեմ, կամ չդնեմ։ Քո Տեր Աստծո համար 21-րդ 16-րդ գլուխ։ Շինելու սեղանի մոտ որևէ մի անտառ մի տնկի քեզ համար, արձանել մի կանգնեցնի քեզ, որից քո Տեր Աստվածը զզվում է։ Սա պետք է կարդայի, ոնց որ անցած կիրակի կարդացի։ Տեսեք, արյունը, Տիրոջ արյունը, ինքը հետապնդում է մեղքին։ Գիտեք, արյունը գնում է այնտեղ, որտեղ մեղք կա։ Եվ հետապնդում է մեղքին։ Եվ պատկերացրեք, որ արյունը եկել է ամենածածուկ սենյակները քո։
քո սրտի ամենածածուկ վայրերը։ Արյունը եկել է որպեսզի գտնի մեղքը, հայտնաբերի մեղքին, չնչացնի մեղքին։ Սա արյան գործն է, որպեսզի Սուրբ Հոգին սկսի իր աշխատանքը կատարել։ Որովհետև երկուսն էլ սրբացնող գործ են անում։ Արյունը հայտնաբերում է եւ ոչնչացնում է մեղքին։ Հետո Սուրբ Հոգին գալիս է այնտեղ, որտեղ արյունը արդեն ամեն ինչ ոչնչացրել է։ Եվ սկսում է Սուրբ Հոգին այնտեղ վերականգնել։ Երբ որ Տերը մեզ գտավ, մենք ոչնչացված վիճակի մեջ ենք, մեղքերի մեջ մեռած ենք։ Իդեպ երբ որ ինձ հարցնում եք ինչ է մեղքը, ես կարամ մեղքին շատ անուններ ասեմ, մեղքին շատ բնութագրեր տամ, որովհետև կարծում են, որ ես մեղքի մասին չեմ խոսում, բայց Սուրբ Հոգին հանդիմանում է մեղքերը, երբ որ ես քարոզում եմ, հանդիմանում է անգամ ինձ, որովհետև մենք բոլորս մարդ ենք եւ կապ եւ կոնտակտ հաղորդակցություն ունենք երկրի հետ։ Եվ քահանաները բոբիկ էին քայլում առանց կոշիկի։ Եվ նրանք ամեն օր լվացումներ պետք անեին եւ ծիսական լվացումներ պետք անեին։ Իրանց ոտքերը պետք է լվային, որովհետեւ նրանք քայլում են այս երկրի վրա եւ փոշոտվում եւ կեղտոտվում էին։ Որքան ժամանակ մենք ապրում ենք այս երկրի վրա եւ քայլում ենք, մենք մտնում ենք հաղորդակցության մեջ այս աշխարհի հետ եւ ուզենք չուզենք ժամանակ առ ժամանակ մենք պետքա լվացվենք Տիրոջ արյունով ամեն օր մենք կարիք ունենք լվացվելու եւ սրբվելու։ Առաջինը որ արյունն է սրբում մեզ եւ երկրորդը որ Սուրբ Հոգին է մեզ սրբում։ Մենք գիտենք որ սա ճշմարտություն է եւ գրված է որ մենք Աստծո խոսքի ավազանով լվացվեցինք։ Եվ ահա Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին եւ նրանք երեքը մեկ են եւ աշխատում են սրբացնելու ուղղությամբ։ Մաքրում են մեզ։ Եվ գիտեք, միակ ճանապարհը եւ միակ վայրը, որտեղ մենք կարող ենք մոտենալ սրբվելու եւ հաղորդակցություն ունենալու կամ գտնելու այդ ճանապարհը դա խաչն է, ժողովուրդ։ Խաչից ենքով մենք չունենք սրբացման կամ փոխվելու ուրիշ վայր։ Հասկանում եք, չկա գոյություն չունի խավարան, որ մարդը մեռավ գնում է խավարան։ Հետո այնտեղ իր մեղքերը քավում ու գնում է երկինք։ Չեմ հասկանում դժոխքի իմաստը որն է։ Դրա համար մենք գալիս ենք խաչի մոտ, առաջերտին խաչի մոտ ենք գալիս։ Եվ այստեղ Տերը Մովսեսին պատվեր է տալիս ասելով, որ քո զոհասեղանի շուրջ անտառ չտնկես, տուաներ չտնկես։ Եվ չտնկես որևէ մի յասամանի ծառ անգամ, որևէ մի վարդի պարտեզ չստեղծես կամ քեզ համար պուրակներ չստեղծես, որովհետև պուրակների 4 կողքը մենք տեսնում ենք, որ մարդիկ գնում նստում, զվարճանում, հանգստանում, ինչ որ մեկը իր անկերուհու հետ սիրացի հետ աշփվում, ինչ որ մեկը արևածաղիկ աչրտում, ինչ որ մեկը իր շան հետ ապտտվում, ժամանց են կազմակերպել։ Այսօր կա այդ պուրակը, ընդ որտեղ բարբի դպրոցն է, ըմբշամարտի դպրոցն է, պուրակ ունենք ստեղ պուրակում, Գագարինի պուրակում, ստեղ մեր մանուշ քրոջ փողոցում։ Եվ այսե պուրակներ կա, քաղաքի կենտրոնում պուրակներ կա, մարդիկ զբոսում են, քայլում են, ժամանակ են անցկացնում, բայց ոչ խաչի կողքերին։ Որովհետև խաչը ինքը չպետք է լինի ծածկված։ Խաչը պետք է լինի բաց եւ պարզ, եւ խաչը պետք է լինի միակ ճշմարտությունը, որը շատ դաժան է երևում։ Եվ սա մեր դաժանությունն է, որովհետեւ նրան մարդիկ չխաչեցին, ապա իմ ու քո մեղքերը խաչեցին։ Որքան մենք մոտենանք այն խաչին, որին Տերը չի ուզում մենք ծածկենք կամ փակենք, մենք տեսնենք, որ այդքան ավելի շատ է փառքը, Աստծո փառքը մեզ շրջապատում, որովհետև որքան դու գնում ես խաչ, դու մեռնում ես այնտեղ տալով։ Մենք սովորել ենք, որ պետք է նոր հավատացյալներին այսպես սովորացնենք. արի եւ Տիրոջից խնդրի, արի եւ Տիրոջից վերցրա։ Սա էգոիստական դրդապատճառների խաչն է,
Որովհետև մենք սովորել ենք եւ սովորացնում ենք այսև, որ միշտ պետքա խնդրել նրա մոտ։ Միշտ պետքա գալ Խաչի մոտ եւ խնդրել. «Տուր ինձ, տուր իմ համար, ես, իմ ընտանիքը, իմ կինը, իմ երեխան»։ Բայց մինչ այդ ճշմարիտ Խաչը ասում է՝ «Արի եւ ամբողջությամբ տրվիր»։ Արի եւ ամբողջությամբ տուր։ Սա է ճշմարիտ Խաչը, որ դու գալիս ես։ Նորություն չեմ ասի, բայց բարի լուր կասեմ մեկի համար։ Այստեղ մի հոգի կա, որ բարի լուրի կարիք ունի։ Ինչ որ մեկը տեսնում է, որ իր կյանքի մեջ սկսել է անհասկանալի բաներ կատարվել եւ տեղի ունենալ։ Եվ իր հետ վատ բաներ է կատարվում հիմա։ Ամեն կողմից ինքը ճնշումների մեջ է, ամեն կողմից ինքը նեղությունների մեջ է, ամեն կողմից իրան հանդիմանում են կամ ծախտում են կամ չգիտեմ ինչեր է տեղի ունենեմ, բայց մի բան եմ ուզում ասեմ ձեզ. հիշեք ինչ եք աղոթել այս տարի, հիշեք ինչ եք աղոթել անցած ամիս, հիշեք ինչ եք աղոթել 6 ամիս առաջ, հիշեք ինչ եք աղոթել 2 շաբաթ առաջ, հիշեք ինչ եք աղոթել 3, ձեր աղոթքները պատասխան է գտել եւ Աստված ուզում է ձեզ պատասխանել եւ սկսել է ձեր Եզև կոպիտ կհնչի, ասեմ, կաշին քերթել։ Ինչ որ մեկը ասել է փոխիր իմ սիրտը։ Ինչ որ մեկը ասել է իմ մեջ նոր սիրտ նորոգի։ Իմ մեղքերը, որը ծածուկի մեջ է բացի ինձ, ցույց տուր, գիտակցված, անգիտակցված, ես կհրաժարվեմ։ Մենք աղոթք ենք արել, որ փոխի իմ սիրտը։ Եվ զարմանում եւ վիրավորվում ենք ոչ ճիշտ տեղը, ոչ ճիշտ մարդուց, ոչ ճիշտ իրավիճակը, որովհետեւ մենք աղոթք ենք արել Տիրոջը եւ Տերը քո աղոթքին պատասխան է բերում։ Ես վստահ եմ, որ ամենաարագ պատասխանվող աղոթքը սա է. քննիր իմ անձը, ցույց տուր, արդյոք ես վտանգավոր ճանապարհների մեջ չեմ։ Ցույց տուր, արդյոք իմ ոտքերը, իմ ընթացքը վտանգավոր ուղու մեջ չեն։ Շտկի նրան Տեր։ Մենք աղոթք ենք արել եկեղեցի։ Մենք աղոթք ենք արել եւ ասել ենք ինձ սրբացրա։ Մաքրիր ինձ, օգնի որ ես չգնամ մեղքին, չգնամ սատանայի հետևից։ Ես չգնամ եկեղեցու, չհեռանամ Հիսուսից։ Եվ Հիսուս այսօր աշխատում է։ Եվ որքան մենք մոտենում ենք այս Խաչին, մենք հանդիպում ենք Տիրոջ փառքին։ Ասեք փառք։ Եկեղեցի մենք սիրում ենք, որ փառքը դա լավ բան է եւ իրականում դա ուժեղ բան է, դա լավ բան է փառքը։ Մենք ուզում ենք, որ փառքը շրջապատի նաեւ ինձ, մեզ, ամեն մեկի, ստեղ բոլորիս փառքը շրջապատի, որովհետեւ փառքը ինչ որ համբավ է տալիս, ինչ որ հեղինակություն է տալիս, քեզ օրհնում է, որովհետեւ դա Տիրոջ փառքն է։ Անցած կիրակի ես ասում եմ, որ Տիրոջ բնավորություններն են դրանք։ Մենք ուզում ենք, որ Տերը հայտնվի։ Մենք ուզում ենք, որ Աստված գա, բայց մենք մի բան ենք ամ, Խաչը ամբողջությամբ շրջապատում ենք թփերով։ Որովհետև Խաչի մոտ ես ու դու զգում ենք մի բույր, որը ավելի շատ վատ բույր է, հոտ է։ Դա իմ մեղքերի, դա իմ մահվան, դա իմ անեծքների, դա իմ կյանքում եղած դևերի հոտերն են։ Եվ Տեր ասում է ոչ մի ծաղիկ, ոչ մի ծառ, ոչ մի բույր չի կարա Խաչին շրջապատի, դու չես կարող Խաչի ճանապարհով գնաս եւ ամբողջ այնտեղ բուրավետ անես, որպեսզի դու չզգաս այդ մահվան հոտը, այդ մեղքի հոտը։ Նա պետք է մեռնի եւ բացահայտ պետք է մեռնի։ Բոլորը պետք է գնան Խաչ, մինչև չլինի մահը, եկեղեցի չի լինի փառքը, որովհետև Հիսուս դարեց եւ ինքը ստացավ Աստծո ամբողջ փառքը։ Մինչև տեղի չունենա մահ, տեղի չի ունենա հարություն, տեղի չի ունենա փառք։ Ես աղոթում եմ, որ Աստված փառավորվի եկեղեցի։ Ես աղոթում եմ, որ Աստված փառավորվի։ Երկրավոր կամ բնական ոչ մի գեղեցկություն չպետք է մեղմացնի անմեղ մահը։ Որովհետև դա
ողբերգության դաժանությունն էր մեկի։ Նորից եմ կրկնում, երկրավոր ոչ մի բնական գեղեցկություն չպետք է մեղմացնի անմեղ մահը, որը շատ դաժան էր, եւ դա իմ քո պատճառով էր, դա իմ պատճառով էր, ինքը սպանվեց իմ պատճառով, ինքը առնական եղավ ամբողջությամբ իմ պատճառով, նա ամենավերջի կաթիլ արյունը թափեց իմ քո համար, որին վերքերով Եսայի մարգարեն ասում է մենք բժշկություն ունենք։ Ահա մեր բժշկությունը այստեղ է, ահա մեր խաղաղությունը այստեղ է, ահա մեր պաշտպանությունը այստեղ է։ Հիսուս վերցրեց իր վրա եւ ոչ մի ծառ իրավունք չունի նրա շրջապատի։ Ճշմարտությունը պետք է լինի բաց եւ խիստ։ Խիստ են այդ խոսքերը շատեր ասում են։ Խիստ էր այդ խոսքերը, խիստ էր իմ նկատմամբ, խիստ էր իմ ընտանիքի նկատմամբ, խիստ էր իմ վրա ասված խոսքերը։ Բայց ես ուզում եմ մի բան ասեմ, խաչի մոտ ոչ մի մեղմացում, ոչ մի մեղմացման հանգամանք չկա։ Ժողովուրդ չկա մի բան, որ ես խաչի մոտ կարող եմ ուղղակի մխիթարություն գտնեմ եւ ասեմ, այս ինչ բանը ինձ մի քիչ սկիթկով է գալիս, մի քիչ զեղչով է գալիս։ Խաչի մոտ զեղչ չկա, արդեն արված է, ջինը վճարված է։ Ամբողջությամբ ջինը վճարված է եւ ես ու դու պետք է հասկանանք, որ Հիսուսի զոհը չի արհամարում իմ ու քո զոհերը, իմ ու քո անձայումները, իմ ու քո նվիրումները, երբեք չի արհամարում Տերը, ապա ինքը խաչվեց, մենք պետք է խաչվենք այնտեղ։ Ասեք ամեն։ Ահա Ովսե մարգարեն ասում է 4-րդ գլխը, Ովսե մարգարեի 4-րդ գլուխ, ասա ես օրհնված եմ արդեն, ասա որ սա խիստ չի, սա ճշմարտություն է, ալելույա Հիսուս, ուրեմն 4-րդ գլուխ 13-րդ խոսքը, հետևացեք ինձ, հետևացեք մտքին, լեռների գլուխները զոհ են մատուցում, բլուրների վրա կաղնի, կաղամախի, բևեկնի տակ, նրանց հովանին հաճելի լինելու համար խունկ են ծխացնում։ Բարձր տեղերում զոհ են անում ասում է։ Բարձր տեղերում զոհ են անում եւ այստեղ գրված է, որ նորից ծառներ կան այս զոհասեղանի մոտ։ Երբ որ ես դա տեսնում եմ, ես չեմ զարմանում, որովհետև այստեղ մարդիկ կան, ուզում են խաչի հետ մի քիչ հաճելի բաներ։ Ես չեմ ասում, որ քրիստոնյան իրավունք չունի ուրախանա։ Ես չեմ ասում, որ քրիստոնյան իրավունք չունի զվարճանա։ Ես չեմ ասում, որ քրիստոնյան իրավունք չունի ծիծաղելու, հապա որտեղ մնաց այն ուրախությունը, որ ինքը խաչը վերցրեց եւ հանձնարարավ մեծ ուրախությամբ իմ ու քո համար։ Եվ նա մեռավ, որպեսզի մենք ապրենք ահա ուրախությունը, որպեսզի մենք մահվան չդատապարտվենք եւ մենք ուրախ ենք սրա համար։ Որ ինչ որ մեկը համաձայնվեց իմ արժանիք չունեցողից փոխարեն մեռնել։ Եվ ասում է բևեկնի տակ, եւ ասում է ծառների հովանի տակ հաճելի, են ստվերի տակ նստեն զոհի ժամանակ։ Ինչու հաճելի, որովհետև լույսը ճշմարտությունը հաճելի չի, լույսը աչկացակում, լույսը հանդիմանում է մեղքը, բայց ասում է նրանք ուղղակի տերևների տակ նստում են եւ ասում են, որ հաճելի է այստեղ զով է, բայց ես գիտեմ, որ խաչի մոտ չկա այդ զովությունը, խաչի մոտ ամբողջը ճշմարտություն է, մահը իրականը, ով ալսեմ, ինձ հաճելի է, երբ որ ես կարող եմ խաչի մոտ գալ, սա այսօրվա մարդու կերպարն է, եւ մի քիչ այս դառնության հետ մեղր, ոչ մի մեղր,
Մի քիչ քաղցրություն, ոչ մի քաղցրություն, մի քիչ զովություն, ոչ մի զովություն։ Միայն այնտեղ տրվեց քացախ, դառնություն, չարչարանքներ։ Նա առնահոսում եւ մեռնում էր վարքյան առ վարքյան։ Մենք ինքան կենթանի ենք, մենք ինքան ողջ ենք։ Հանկարծ մեկը ասի աչքիդ վերևը ունք կա։ Իսկ միգուցե դու աղոթք ես արել։ Միգուցե դու խոսացել ես գախնի եմ Տիրոջ հետ։ Միգուցե դու ասել ես իմ ադամական էությունը սպանի Տեր։ Տար խաչ ինձ։ Ես չգիտեմ ով աղոթում, բայց ես միշտ աղոթում եմ, տար ինձ խաչ Տեր, Գողգոթա, որովհետև ես ուղուտ չեմ շեղվի, երբ որ լինեմ այնտեղ իմ Տիրոջ ոտքերի մոտ, որտեղ խոցվել է ինձ համար։ Մի օր ես տեսնում եմ Տիրոջը, ես չգիտեմ ինչպես եմ տեսնում, ես չեմ հասկանում ինչ է դա։ Ես տեսնում եմ Տիրոջը եւ նա ամբողջությամբ տառապանքի մեջ է եւ նա տնքում է ցավերից եւ ես հարցնում եմ, Տեր, ինչ ես անում այստեղ։ Եվ Տերը ասում է, սա քո փոխարեն է։ Սա քո փոխարեն է։ Այս ցավը քո փոխարեն է։ Սա դու պետք է գրեիր եւ հիմա ես այստեղ եմ։ Ամեն անգամ, երբ որ ես ու դու մեղանչում ենք, մեր Տիրոջը նորից ենք խաչում։ Մենք ինքներս մեր ձեռքով։ Երբ որ ես ասում եմ, ես հրաժարվում եմ, որովհետև ես չեմ ուզում մեռնեմ այսպես, ահա, այս հովիվն էլ եկավ ու ինձ հանդիմանեց։ Խայտարակ հանդիմանություն էր սա։ Աստված չկարծեք, որ Քրիստոսին խաչելուց մեղր, ծաղիկներ, վարդերի այգի տնկեց, տուաներ տնկեց, բարդիներ տնկեց, այլ նա խայտարակվեց խաչի վրա։ Տերը կրեց իմ ու քո խայտարակությունը։ Մենք ասում ենք, վայ, ինձ, մենք ընդհանուրի մեջ չենք սիրում, որ Աստված մեզ հանդիմանում է, բայց Հիսուս ընդհանուրի առաջ խաչը ելավ։ Սա խայտարակությունն էր, եւ սա իմ ու քո խայտարակությունն էր։ Եվ ահա հիմա ես կարող եմ մի քիչ փող զիջում այստեղ, մի քիչ փող զիջում այնտեղ փողի ինձ, Սուրբ Հոգի։ Հանդիմանի ինձ, խրատի ինձ։ Այո, թլպատի ինձ։ Այո, Աստծո վախը դուր ինձ։ Ես ուզում եմ Աստծո վախը, որը ինձ առաջնորդում է դեպի սրբություն։ Ես աղոթք եմ արի 37 սաղմոսի համաձայն, ես աղոթք եմ արի ուրիշ սաղմոսների համաձայն, ես շատ աղոթքներ եմ արի եւ շատ աղոթքներ անում ենք մենք անգիտակցաբար, փոխի իմ ընտանիքը, փրկի իմ ամուսնուն, փրկի իմ կնոջը, փրկի իմ երեխուն եւ հանկարծ դու հայտնաբերում ես, որ ճանապարհը դժվարանում ու բարդանում է քեզ համար։ Եկեք հեղինակություններ հրավիրենք եւ հեղինակությունների պատճառով աշխարհը կգա այդ հեղինակության պատճառով։ Ուզում եմ մի բարի լուր ասեմ ձեզ, ժողովուրդ, դա մոլորություն ու խաբկանք է։ Հեղինակություն բերել, որպեսզի աշխարհը տեսնի եւ այդ հեղինակության հետևից գա։ Այստեղ այդ հեղինակությունից մեծ մեկն էլ կա, դա Քրիստոս Հիսուսն է։ Ամենամեծ երբևից է եղած հեղինակությունը։ Մենք ասում ենք, եթե այսինչ հեղինակությունը ապաշխարի իրան ապաշխարացնենք, շատ հեղինակություններ կար, որ Հիսուս իր օրոք կանգնեց դրանց առաջ եւ ոչ մեկին չհրապուրեց գնալ իր հետևից։ Նա կանգնած էր Հերովդեսի առաջ եւ կարող էր օգտագործել Հերովդեսի հեղինակությունը։ Ահա նա մեկ էլ կանգնած է Պիղատոսի առաջ եւ նա ասում է, չես խոսում։ Չգիտես, որ ես իշխանություն ունեմ քեզ մահվան մատնելու, դա դու ասեցիր քեզանից հարց։ Ոչ մեկ չի կարող ինձ սպանել, եթե ոչ մեկ չի կարող անել մի բան, եթե ոչ մեկ չի կարող ստանալ, եթե երկնքից տրված չնի իրան։ Մեզ թվում է, թե մենք ղեկավարում ենք եւ կառավարում ենք իրավիճակը եւ իրավիճակի մեջ մենք վերահսկողություն ենք դրել
Եվ մենք կարող ենք այս բանը վերահսկենք, այն բանը վերահսկենք, ամեն ինչ խաչի վերահսկողության տակ է։ Խաչը ամբողջ մարդկության պահում է իր վրա։ Մեղքերը, անեծքները, դժոխքը։ Սատանան ոչ մի իշխանություն չունի քո կյանքի մեջ, որևէ մի անեծք, որովհետև ամբողջը խաչի վրա վերահսկվում է Քրիստոս Հիսուսի ձեռքերով։ Եկեղեցի սա շատ կարևոր է, որովհետև ինչ որ անց մտածում էր, որ ես հանկարծ կքարոզեմ, իրան ինքը կգա եւ իր հեղինակությունը կքանդվի։ Ես մի բան եմ ուզում ասեմ, քո հեղինակությունը շատ փոքր է մեր Տիրոջ հեղինակության առաջ։ Քո հեղինակությունը ոչինչ է, որ ընկնի, միայն նրա հեղինակությունը կարող է բարձրանալ։ Եվ նրա հեղինակությունը ավելի բարձր, ավելի մեծ է, ավելի հուժկու է ժողովուրդ։ Մենք տրվում ենք մարդկային հեղինակություններին։ Սա մեր եկեղեցիների սխալն է։ Սա մեր մարդկային սխալն է։ Մի քիչ ստվերի տակ, մի քիչ հովանու տակ, մի քիչ զով լինի, չլինի դաժան եւ չլինի դիսկոմֆորտ ինձ համար։ Մենք սա ենք մտածում։ Մենք սա ենք մտածում, որ խաչը մի քիչ դիսկոմֆորտ առաջացնում, ուրեմն պետք է ավելացնենք այս մյուսը, որպեսզի հեղինակությունները գան, ուրիշները գան եւ հեղինակությունները եկեղեցու հեղինակությունը պաշտպանեն։ Եկեղեցու թասիբը կներեք արտադրության համար պահեն։ Սա մոլորություն է։ Սա խղճուկ վիճակ է։ Դրա համար Տերը չի կարողանում պաշտպանել իր եկեղեցին։ Երբ որ մենք ներգրավում ենք մարդկային հեղինակություններ, մարդկային անուններ եւ համբավներ եւ ասում ենք, արի իմ եկեղեցում եղիր ուղակի, sense մեզ պաշտպան, անիցիալ է այն մարդը, որ իր հույսը եւ բազուկ արել է մարդուն։ Ահալ անեծքները պետք է այնտեղ լինի։ Գողգոթայում։ Մեր ապավինությունը ծնվում է Քրիստոսի վրա եւ նրա բազուկի վրա։ Մենք սա ենք ժողովուրդ, հասկանում եք։ Ժամանակներ առաջ մի անձնավորություն ինձ ասում էր, ուղղակի ուրացի Քրիստոսին եւ մենք քեզ հոգեվորական կանենք։ Մենք քեզ կտանենք Էջմիածին, Չեմարան, դու կսովորես Չեմարանում։ Մենք ժամանակ առ ժամանակ կնստենք մեքենա եւ կգանք Ստեփանավանից Էջմիածին եւ դու կհակնես այդ փարաջան։ Եվ մենք քո աչքը կհամբուրենք եւ քեզ սրբազանով կդիմենք։ Ետիս կնաս սատանան։ Դա նույն սատանան է, որ ասում էր մեր Տիրոջը, հրաժարվիր Աստծուց, ինձ երկրպագություն արա։ Եվ ամբողջ աշխարհի թագավորությունները, հարստությունները, զորությունները քեզ կտամ։ Սա նույն սատանան է, որ ասում է, քեզ մեքենա կտամ, հրաժարվի Հիսուսից։ Քեզ տուն կտամ, հրաժարվի Հիսուսից։ Քեզ քին կտամ, հրաժարվի Հիսուսից։ Ետիս կնաս սատանան։ Սատանան նույնն է եւ Հիսուս նույնն է։ Եվ խոսքը, որ ասում է ետիս գնա անփոփոխ է, ինձ համար ետիս գնա սատանա։ Այն բաներից, որ ես այսօր հրաժարվում եմ հանուն Հիսուսի, ես կստանամ նրան այս կյանքում եւ գալիքամ հարուրապատիկ։ Ահա խաչը, որտեղ դու պետք է գաս եւ միայն տաս այստեղ։ Եվ նվիրվես եւ ասես լրիվ անմնացորդ։ Եվ սատանան նորից գալիս է եւ 3 շաբաթ առաջ ասում է ես քո հեղինակությունը կարող եմ բարձրացնել։ Ես կարող եմ սոցհարտակներում ձեր եկեղեցու հեղինակությունը բարձրացնեմ։ Սատանան, որ ասում է ես կարող եմ քո եկեղեցու հեղինակությունը բարձրացնեմ, ետիս կնաս սատանա։ Ետիս կնա։ Գիտեք իմ պատասխանը սա էր, ով ես դու։ Ես խոսում եմ ավելի խիստ
Ես խոսում եմ ավելի բարկացած, դուք չգիտեք, ինչի մասին եմ ասում, ստեղ 2-3 մարդ կա, որ գիտի։ Ես ավելի խիստ եմ խոսում եւ ասում եմ, ով ես դու, որ իմ հեղինակությունը բարձրացնես, ով ես դու, ոչնչություն ես դու։ Իմ հեղինակությունը Տերն է։ Եվ սատանան գալիս է իրա 30 արծաթով նորից։ Եվ ասում է, ես քո հեղինակությունը, ես կկառուցեմ քեզ, ես կբարձրացնեմ քեզ, ես ուշ կտամ, բայց չի ասում թե ինչքան մարդիկ են այնտեղից ընկել։ Իսկ Տեր ասում է, միայն իջիր, միայն խոնարհվիր, միայն իջիր իմ առաջ, դու չես ընկնի, եթե դու իջնես։ Սատանան ասում է, ես քեզ կբարձրացնեմ, Տեր ասում է, դու պետք է իջնես։ Մենք չենք ուզում գալ այս խաչի մոտ եւ իջնել այնտեղ, որքան դա հնարավոր է, եւ ամենահարմար անվտանգ պահը դա, երբ որ ես պարկած եմ իր ոտքերի տակ, ես չեմ ընկնի, որովհետեւ ընկած մարդը Տերը միայն կարող է բարձրացնել։ Ասա է խաչը, որից մենք նեղանում ենք եւ ասում ենք, սա երևի գառնիկն արեց, սա երևի մեկն արեց, նա է մեղավոր, մեղավորներ փնտրեմ մեր աղոթքի համար։ Սատանան ուրոդ է, ժողովուրդ, սատանան ուրոդ է, որովհետեւ կարող է մեղադրանք եւ լուտանքներ ուղարկել իմ վրա, իմ հասեին, ասելով, որ ինքն է մեղավոր իմ դժբախտությունների պատճառով։ Իմ դժբախտությունների պատճառը։ Ահա, մենք նստել ենք Հովանու տակ, փողզիջումային, մենք մեզ համար հեղինակություններ ենք, մեզ համար այսպես ստվերել, մենք իր շվաքի տակ ենք։ Ինչքան մարդ կա, որ ինչ-որ մի մարդու շվաքի տակ է ուզում ման գա, սա միթե խաչը չի, որը ծածկված է իր կյանքում թփերով, բևեկնիով, ինչ որ տուաներով, յասամանի ծառներով եւ բույրերով էստեղ, որպեսի ոչ մի մահ չզգանք։ Հիշում եմ մի մեռել, որը ամառն էր մահացել։ Տարիներ առաջ ես պատանի եի եւ չգիտեն ինչ անեն, որովհետեւ դեռ երրորդ օրը չկա, որ տունն է, բայց արդեն հոտը ընկել է մեռելի։ Այն ժամանակ չէին անում, կարծեմ, ինչ որ բաներ, որ հիմա են անում։ Մի խոսքով չգիտեմ շատ բաներ, բայց սա եմ հիշեմ ուշագրավ, որ բանջար էին քաղել, եղինջ, եւ բերեմ մեռելի վրա են դրել, սաղ գիշեր, բանջարներով ծածկել էին։ Իմ մտքի մեջ 2 տարօրինակ բան կար։ Այս բանջարը մի սրան չի ծակում։ Երեխա է ժողովուրդ։ Ներեք ինձ։ Ես չգիտեմ, որ մեռելները այլևս ոչինչ չեն զգում։ Եվ նրա հոտը մի քիչ մեղմացրել էր եղինջների հոտը։ Մենք այսև ենք անում դիակի հետ այսօր։ Մենք այսօր այսև ենք անում եւ չենք ուզում խաչի բարձ ճշմարտությանը առերեսվել եւ մեռնել այնտեղ, բայց ուզում եմ մի բան ասել ձեզ։ Ռուսերենում շատ ուժեղ է խոսում, երբ որ ասում է «А он сейчас смердит». Արդեն հոտել է, արդեն մեռել, արդեն հոտել է, արդեն ֆոն, այդ զզվելի հոտն է գալի Խազարոսից։ Մենք խաչից ներքև բուրում ենք միայն մահ։ Եվ մենք մահկանացուներս, մեռելներս, կենթանի մեռելներս քայլում ենք ու մեր իրավունքը մեզ վիրավորեցին, մեզ զևնեն չասեցին, ստեղ մեզ չի չասեցին, վերջ, ես այլևս կտրում եմ լրիվ կապերը, խարաբերությունը խզում եմ, դիակ, քո տեղը խաչն է, ամեն մարմին խոտ է, ամեն մարմին խոտ է և նրանք ուղղակի մահացած են, նրա տեղը խաչն է, դարել է Հիսուս։ Իսկ մենք մեր մարմնով, որը բուրում այսև, մեկ սրա քթով, մեկ նրա քթով, մեկ նրա քթով են կպնեմ, ահա որա, քո տեղը խաչն է, և առանց թպրտալու։ Մենք խաչի վրա չենք տեսնում մեր տիրոջը, որ պանիկական թպրտոցի մեջ է, որովհետև նրան հայհոյում են։ Եթե դու նա սովորտի ես, խաչից վայրի չի։
Սատանան սա է ուզում, որ դու իջնես։ Ինչքան միջած մարդիկ կան, ներքևում են, քայլում են վիրավորված, քայլում են նեղացած, խաչից ներքև են սանք, խաչի վրա մեռած անձնավորությունը չի նեղանում, դու ողջ ես, եթե դու վիրավորվում ես, դու ողջ ես, եթե դու ապստամբում ես, դու ողջ ես, երբ որ մարդուն քեզ համար բազուկ ես անում եւ հեղինակություն, դու ողջ ես, որ ապավինում ես այն բաներին, որ հույս ունես, որ նրանք քեզ փրկելու են, դու ողջ ես։ Ադամը ամենաապրող էակն է, որի տեղը խաչն է։ Խաչը ոչ մի կոմպրոմիս չունի որևէ մեկիս մարմնի հետ։ Իսկ դու ստեղ նստած հաշվարկներ ես անում քո կալկուլյատորի մեջ, քո գլխի կալկուլյատորի մեջ։ Եթե այս բաները լինի, ես կանեմ այս բաները։ Հիսուս ոչ մի հաշվարկ չարեց։ Լույսը հանդիմանող է, որովհետև մեղավորների զգացմունքները խաչի վերաբերյալ թեթևացնելը դա մեղք է։ Մեղավորների զգացմունքները, ես ունեմ իմ մեղավոր զգացմունքները, մեղավոր, հանցավոր, եւ ես ուզում եմ մեղմացնել եւ թեթևացնել ծառերով, ծաղիկներով, խոսքի խստությունը նսեմացնել, եղբայր, դու ագրեսիվ ես խոսում, դու էսև ես խոսում, որ մի քիչ հոգիս վրդովեց, ուզում եք մի բան ասեմ ձեզ, երբ որ փոքր էի, դուրս էի գալիս մեր փողոց ու այն ժամանակ այդ փողոցը ասֆալտ չկար, հիմա սա ավերված է թեպետ, բայց ոչ մի ասֆալտ չկար, կավի փողոց էր էզև, կավահող էր, դարոփոս, լադոկներ, ջրակույտներ, ամրանը, գառնանը, աշնանը, իսկ ձմռանը սառույց էր, եւ ես գալիս էի մի փոքր էսև ջրի մոտ, որը հանդարտվել է անձրևից հետո եւ տակը պարզ երևում է, վերցնում եմ մի փոքր քար եւ գցում եմ եւ այնտեղ մի հատ միկրո ատոմային զրիվ պայթուն էր տեղի ունենում, սուխ էր բարձանում, տիրղմը, կեղտը բարձանում էր, հետո վերցնում եմ մի փայտ ու սկսում եմ խառնել, պղտորում եմ այդ ջուրը, հետո գնում եմ այնի փոքր ջրի մոտ, այնտեղ է խառնում, գիտեք մեր մեջ մինչև Աստված չի գալիս եւ իր խաչը չի բերում, ոչինչ չի խառնվում։ Մինչև այդ թվում է թե դու պարզ մարդ ես։ Քեզ թվում է թե դու սուրբ մարդ ես, ճիշտ մարդ ես։ Հստակ թափանցիկ մի հատ այդ փայտը, մի հատ այդ խաչը խառնվում է քո կյանքի մեջ եւ լրիվ զրիվներ, ատոմային պայթուններ առաջանում քո մեջ եւ դու վրդովում ես, գլուխդ կորցնում ես, ես ինչա տեղում, աշխարհս քանդվեց, աշխարհս փլվեց, մենք խաչից շատ հեռու ենք, որովհետեւ մենք մտածում ենք մանկապարտեզի մակարդակով, խաչը չի կարելի, խոսքը չի կարելի նսեմացնել, նա իրականության մեջ խիստ է խոսում, նա խոսում է ճշմարտություն, նա կպնում է ուղիղ իմ էգոյին, իմ տեղը պետք է զիջեմ Հիսուսին, ահա թոր, որի վրա ես եմ նստած եւ կենտրոնում ես եմ, եւ այնտեղ մեծ ես է գրված, ես, ինձ, իմ համար, բայց երբ որ Հիսուս գալիս է, դու պետք է աթոռդ զիջես, քո եսը պետք է զիջի, որպեսզի նա քո աթոռին բազմի, որպեսզի նա թագավորի քո աթոռին, որպեսզի նա երևա ամբողջ ճշմարտությամբ, այո նրա վրա տեսք չկար գրված է, ախորժելի մի տեսք չկար, ամբողջությամբ մորթված էր, իմ դուրս գիտեք ինչն է գալիս ամենախոր բանը, որ թլպատության մեջ է տեղի ունենում, եւ սա է, որ ասում է Պետրոսը, եւ սա է, որի մասին խոսում է Եսային, նա մաքի պես իր խուզողների առաջ
իր խուզողների առաջ կեցավ, բերանը չբացեց, սպառնում են փոխարենը հաթաթա չէր տալիս, հարվածում են ինքը փոխարենը չէր խփում, նրան թքում են փոխարենը չէր թքում, պատկերացեք, եկեղեցի դուք ստեղեք թե չէ, պատկերացեք եկեղեցի, այնտեղ որտեղ նկարագրեց օրեր առաջ Աստծո մարդը, Բենիհինը, որ տարան Հիսուսին, հռոմեական զինվորները, ովքեր եկել էին Գեթսեմանի պարտեզ, հիշում եք Հիսուս ասեց, ինչի եք ինձ վրա, ելե իբր ավազակի, հանցագործի վրա եք ելե, ջահերով, սրերով եկել էին բռնելու Հիսուսին, Հիսուս չհակառակվեց, եւ այնտեղ գրված է 600 զինվոր կար, 600 Դուք երևի չլսեցիք ինչ ասեցի, բայց մի բան կասեմ։ Երբ որ ես առայմ եմ բանակում, սպաներից մեկը զինվորներից մեկին ասեց, արի իրար հետ ըմբշամարտ ենք։ Ես գիտեի, որ վատով է վերջանալու։ Ես գիտեի, որովհետև գիտեի սպային եւ գիտեի այդ զինվորին։ Զինվորը բավականին ուժեղ էր, բավականին ուժեղ տղա էր, տարիքով փոքր էր, բայց բավականին ուժեղ էր եւ սպայից ուժեղ էր։ Ըմբշամարտեց ու ասում է, մենակ ասում է, հանկարծ դու չհաղթես։ Հանկարծ չհաղթես, եթե հաղթեցիր սա քո վերջն է։ Եվ զինվորը հաղթեց հեշտությամբ։ Սպան դրեց Գաուբախտ դրեց այդ զինվորին։ Գիշերը եկավ եւ իր գյուղից 17 հոգի տղաներ բերեց եւ Գաուբախտում ծեծեցին շատ ուժեղ, որ առավոտը մենք չենք ճանաչում իրան։ Մենք փոքր մարդիկ ենք, մենք չենք կարող խառնվել։ Անարխիա էր այդ բանակը մեր մոտ։ Եվ ծեծեցին եւ ամբողջությամբ դուք պատկերացնում եք, մեր տիրոջը 17 հոգի չէին, որ ծեծում էին, 600 զինվոր։ Մտան եւ ծեծեցին եւ պատկերացեք 600 հոգի թքմակու վրա։ Ինչ կկատարվի քեզ հետ 600 հոգի մարդ ում ձեռքը հասնում է ճպրում է քո միրուքը փետում է եւ գլխին մահակներով խփում է 600 տղամարդ զինվոր հռոմեական զինվոր եւ սա մեր մեղքերի պատճառով եղավ իսկ մենք վիրավորվել ենք որովհետեւ ասել են որ քո աչքի վերևը ինչ են ասում թազաունքերին ինչ են ասում նկարած փոշե դրած ունքիդ կպան 600 զինվոր մենք նսեմացնում ենք տիրոջ խաչը երբ որ ասում ենք ինձ տենց բան չպետք է ասած լինեն ես վստահ եմ որ չկա մի մարդ որ արժանիք ունենա Հիսուսի պես իրան արել են որքան ավելի նրա ընտանիքին պետք է անել ինչի մենք չենք խոսում հալածանքներից մենք արդեն շատ ջերմոցային ենք մենք արդեն շատ զգացմունքային ենք մի փոքր նեղություն ես կփախչեմ եւ Հիսուսին լքեցին Գեթսեմանի պարտեզում դա ամենածանր ժամանակն էր Հիսուսի որ պետք է կանգնեին իր կողքը եւ աղոթ կանեին որպեսզի փորձության մեջ չմնային բայց նրանք փախան բոլորը թողեցին մեր Տիրոջը մենակ մեր Տերը կարողացավ կրել իր խաչը բայց մենք չենք կարողանում կրել մեր խաչը մեզ ասեցին սրբացումն ու պատասխանատվությունը երբ որ մենք չենք ուզում մեր վրայից գցում ենք դրա համար մենք մեզ համար ծառնենք տնկե որպեսզի աննշան բաներ ներկայացնենք սա Աստծո առաջ պղծություն է անմաքրություն է սա Աստծո առաջ անմաքրություն է երբ որ նորից եմ իմ գրած միտքը կարդամ սրբացումն ու պատասխանատվությունը գցում ենք մեր վրայից սրբացման պատասխանատվությունը ստեղ ամեն մեկիս վրա է ես քո սրբացման հետ գործ չունեմ ես չեմ կարող քեզ սրբացնեմ դու մի օր աղոթք ես արել սրբիր ինձ
Երևի քեզ թվացել է դու կատակ ես արել։ Երևի քեզ թվացել է քեզ լսող չի եղել, դու ասել ես ու մոռացել ես ու չես կամ հասկանաս հիմա ինչ է կատարվում քո կյանքի մեջ եւ պատասխանատվություն չես ուզում վերցնես, որ ահա սա քո հետ է կատարում, գնաս խաչ ամբողջությամբ։ Ես պիտի իջնեմ, ինքը պիտի բարձրանա։ Ես պիտի քչանամ, ինքը շատանա։ Ես փոքրանամ, ինքը մեծանա։ Ատեք մեղքը։ Ատեք մեղքի ցանկացած դրսևորում։ Ես մարդ եմ, այո, ես մարդ եմ։ Ես սխալական եմ, այո, 100% սխալական եմ։ Ես մեղանջում եմ, այո, մեկը եթե ասի ես մեղք չունեմ, ինքը սուտ է խոսում։ Բոլորս ենք մեղքեր գործում, բոլորս ենք հանցանքներ գործում, բայց մենք ունենք բարեխոս Աստծո մոտ, դա առիթ չի տալիս մեղք գործելու։ Սրբացումը կարա թվա մի մեծ բան, բայց դա մի մեծ բան չի, բայց սրբացումը դու քիչ եւ փոքր բաներով ես սրբանում։ Քայլ առ քայլ։ Եվ մենք կամ հրաժարվում ենք, կամ ապրում ենք մեր հովանիների տակ, դա պղծություն ասարաջու, բարձյալի ծածկոցի տակ բնակվողը, ամենակարողի հովանավորության, ամենակարողի հովանավորության տակ, ոչ թե ինչ-որ մեկի հովանավորության, ինչ-որ մեկի իշխանության, հեղինակության, մենք ունենք հեղինակություններ, անկեղծ ասեք, մեզ համար մենք ունենք այդպիսի բաներ և Տեր ասում է, ինձանից զատ աստվածներ չունենաս, կուր չշինես քեզ համար։ Սա լուրջ է ժողովուրդ, սա լուրջ է, խաչը զվարճալի տեսարան չի, դուք տեսնում եք իմ հետևին, սա մի փոքր, ինչ-որ մի փոքր, մի կրոտ չափ է, որ մենք տեսնում ենք, բայց իրականության մեջ նա ավելի սարսափելի էր, և դա գան կոչված տեղն էր, որտեղ չկար ոչ մի ծառ, որտեղ չկար ոչ մի պուրակ, և ոչ մի հրապուրիչ բան չկար այնտեղ, և ես վստահ եմ, որ շատերը այդ ռիսկը չունեին լինեն Գողգոթայում, երբ որ ավազակ էր խաչվում, ով լսեց, երբ որ ես առաջի անգամ նայում է այդ ֆիլմը, Քրիստոս, Ղուկաս Ավետարանի շարժանկար ֆիլմն էի դիտեմ, ես ցնցված էի ժողովուրդ, ես հեկեկում ու լացում էի, ես չեմ ասում Մել Գիբսոնինն էր դա Ղուկաս Ավետարանի շարժանկար Հիսուս ֆիլմն էր, և այնտեղ ես շատ զարմացած էի, որ եկել էր մայրը և եղբայրը և Մագդաղենացին, ես շատ զարմացած էի, որովհետև նրանք շատ վճռական էին լցված զինվորները և շատ խիստ էին և շատ անողորմ էին ժողովուրդ, դա նրանց հաճույքն էր, նրանք մսագործներ էին և դա նրանք անում էին հաճույքով և պրոֆեսիոնալ ձևով էին անում, պրոֆեսիոնալ ձևով են քերթեմ մարդուն, սպանում խաչի վրա, ջարդում դա նրանց հաճույքն էր և ես զարմանում եմ, որ այդ մարդիկ չեն վախեցել հայտնվեն այնտեղ և ես վստահ եմ, որ ես ճիշտ էի հասկանում և տարիներ կանցնի և ես կարդամ տարբեր գրականություններ, տարբեր նյութեր, քարոզներ և հասկանամ, որ այո, դա ճշմարտություն է, որ ես հասկացել եմ, խաչի մոտ չեն կարող լինեն ուրիշները, որովհետև դա կարող է սպառնալ իրանց էլ, որպես ռուսերեն ասեմ այդ բառը սաուփշնիկ, համագործակիցներ, լսում եք ինձ ժողովուրդ, եկեղեցի սա հետաքրքիր չի, ճիշտ է, բայց մենք մի օր աղոթք ենք այև Քրիստոսի հետ գործուն, նա խաչը պետք է ազդի մեզ վրա, ուզենք թե չուզենք, և ահա Հիսուս մենակ խաչի վրա, մենակ մարդ չկա, Գողգոթային է մոտեցել մեղքը և ավազակը, Գողգոթան դա վերջն էր արդեն, Գողգոթան Աստծո այստեղն էր արդեն հասել, մեղքը մարդկության Աստծո այստեղն էր հասել, և այնտեղ էր մեղքը, մեր մեղքերը, և ավազակները, սա է խաչը, մենք ինչ ենք ուզում, մենք սրանից հետո պետք է կարողանանք հետևություն անել, թե ինչա տեղի ունենում ինձ հետ,
Ինչա կատարվում ինձ է, սա, միգուցե սա խաչն է։ Ոչ մեկիդ ամուսինը կամ կինը խաչ չի։ Ոչ մեկիդ երեխան խաչ չի։ Ոչ մեկի փող չունենալը դա խաչ չի։ Խաչը գործ ունի դրա հետ։ Խաչը գործ ունի անձամբ քո եսի հետ։ Նա գործ ունի իմ եսի հետ։ Նա նրա համար է, որպեսզի սպանի նրան։ Ես հիշում եմ տարիներ առաջ հոգեգարստական պատանի եղբայրներս, որ քարոզում էին, ասում էին. «Խաչ ինձ, խաչ ինձ, խաչ ինձ»։ Եվ իրանք են դա ասել։ Իսկ Տերը ասեց. դա դու ասեցիր։ Դա դու ասեցիր։ Դու խնդրեցիր, որ խաչի ուղով գնաս։ Փորձությունները քո վրա է։ Կրելու եւ պատվով հաղթանակով դուրս գալու։ Որքան մենք մոտենում ենք այս խաչին, մենք մոտենում ենք Տիրոջ փառքին։ Նրա փառքը սկսում է շրջապատել մեզ։ Ահա դա գիշեր է։ Իսկ առավոտը շատ մոտ է, երբ որ դու խաչի մոտ ես։ Ես աղոթում եմ, որ անց կենանք խաչը, խաչի չարչարանքները, որովհետև մյուս կողմը մեզ փառավոր հարություն է սպասում։ Որպեսզի Քրիստոսին հարություն տվող հոգին, որ բնակվում է մեր մեջ ցույց տա Աստծո մեծ գործի բարձրությունն է, խորությունն է, լայնությունն է, այն սերը, որ ինքը ունեցավ մեր նկատմամբ։ Ոչ մի ծառ։ Այնտեղ Հիսուսն էր եւ մեղքը։ Ոչ մի դեկորացիա, ոչ մի անդար չտնկես քեզ համար։ Հիսուսից եւ մեղքից այս աշխարհում բացի ոչինչ չկա։ Դուք մտածում եք, ես էլ կա, մյուսն էլ կա, մյուսն էլ կա, չկա ժողովուրդ։ Այս աշխարհում Հիսուսից եւ մեղքից բացի ուրիշ բան չկա։ Աստծուց եւ սատանայից բացի ուրիշ բան չկա, դժոխքից եւ դրախտից ուրիշ բան չկա բացի։ Չկա ժողովուրդ։ Մենք ընտրության առաջ ենք ամեն օր խաչը վերցնել եւ գնալ Տիրոջ հետևից։ Ուրանալ անձը, հրաժարվել անձից, հրաժարվել մեղքից, հրաժարվել սատանայից, հրաժարվել դժոխքից, հրաժարվել ցանկացած հեղինակությունից, միայն ճանաչել Տիրոջ հեղինակությունը։ Ահա այստեղ ասես Տերը Սողոմոնից մեծ մեկն էլ կա։ Եվ իր հեղինակությունը ավելի բարձր է, ավելի մեծ է։ Եկեղեցին որ օրը ընդունեց աշխարհի հեղինակությունը, եկեղեցին սկսեց ներսից քանդվել։ Ամեն մեկիս Զաբորի մոտ մի ծառ կա։ Ամեն մեկիս։ Նա քանդում է քո Զաբորի հիմքերը։ Ես վստահ եմ, որ այդ խաչը, այդ ծառը ամեն մեկիս Զաբորի մոտ է։ Ամեն մեկիս կյանքի մոտ է։ Դեռ դուք իմ ու քո եք անում։ Այս աշխարհում դուք թշվառ եք ու խեղճ, եթե իմ ու քո եք անում։ Այստեղ ես չունեմ իմը, այստեղ ինչ որ ունեմ Տիրոջինն է։ Ինչի Տեր էլ կդառնամ, նորից հապատկանում իրան։ Ես ոչինչ չեմ բերել։ Ես մերկ եմ եկել։ Ես մերկ էլ հեռանալու եմ այս կյանքից։ Ուշ թե շուտ դա տեղի անենալու։ Ուշքի եկեք ժողովուրդ։ Ուշքի եկեք, ձեր հարազատները ձեզ չեն փրկելու։ Ձեր բարեկամները ձեզ չեն փրկելու։ Միակ անձը, որ բարեկամից ավելի մոտ է, դա Հիսուսն է։ Բարի Սամարացու առակը դրա համար պատմեց Հիսուս, ասեց, բա ով է իմ բարեկամը։ Եվ նա չասեց քո հերդ ու մերդ են, ասեց Սամարացին է, որին մենք իբր թե մի պիղծ ենք նայում, բայց ինքը վերցրեց իրա վրա։ Հալելույա։ Երկրորդ օրինացի 17-րդ գլխը ուշադրություն դարձրեք ինչ է գրված, ուժեղ խոսք է։ 17-րդ գլուխ առաջի խոսք, ուշադրություն դարձրեք։ Անտառ չտնկես քո զոհասեղանի 4 կողքը դրանից
անմիջապես հետո 17-րդ գլուխն է, դա մարդիկ են բաժանել, բայց Աստվածաշունչը տեն չի գրվել։ Ուղղակի հեղինակները բաժանել են, որպեսզի մենք հասկանանք ինչ նոտա, իմաստ, միտք կա փոխվում ստեղ։ Այստեղ շատ տրամաբանական է, գրված է, արատ կամ որևէ մի պակասություն ունեցող արջար կամ ոչխար քո Տեր Աստծուն զող չմատուցես, որովհետև այս բանը քո Տեր Աստծու առաջ պիղծ է։ Պիղծ է։ Գիտեք ինչի մասին է խոսքը։ Այդ զոհը, որ պետք է արվի, եւ անտառ չպետք է լինի քո զոհասեղանի 4 կողք, ինքը պետք է անարատ լինի, եւ դա Քրիստոսն է։ Մեկ միակ գառը, որ պետք է զոհաբերվեր, դա պետք է լիներ անարատ եւ դա Քրիստոսն է։ Սա շատ տրամաբանական է, 3 կետեր իրար հետևից, 21, 22 եւ 17-ի առաջինը քո զոհասեղանի վրա միակ բանը, որ պետք է լինի, դա առանց արատ ունեցող կենդանին պետք է լինի, դա Քրիստոսն է։ Քրիստոսն է միակ բավարարող չափանիշը, դա անարատ գառն էր։ Միակ բավարարող Աստծո սիրտը բավարարող անարատ զոհը, դա Քրիստոսն էր։ Բոլորը, ասեք բոլորը, ստեղ ասում է չլինի արատավոր, ստեղ ասում է քո զոհը, արջարը կամ ոչխարը պետք է լինի անարատ։ Բոլորը, ժողովուրդ, բոլորը արատավոր են, բացի Քրիստոսից։ Մեր բոլոր զոհերը արատավոր են, մեր բոլոր գործերը արատավոր են, մեր բոլոր արդարացումները արատավոր են, մեր բոլոր արած լավ բաները արատավոր են նրա առաջ, որովհետև միակ անարատը դա Հիսուսն է, միակ անարատը, մեկ անարատ դա Քրիստոսն է։ Եվ Աստված ասեց, ես բավարարված եմ սիրտը, իմ որդին արեց դա, ամեն ինչ կատարվեց, և ինքը դա արեց։ Մենք ինչ որ անում ենք, կիսատ ենք անում, մենք ինչ որ ուզում ենք, կիսատ ենք թողնում, բայց ոչ Հիսուս։ Սուրբ Հոգի, Գողգոթան եկեղեցի, թեթևամտություն չի։ Ես վստահ եմ, որ ստեից շատերը գնալու են այս հայտնությունը չառնելով, ինչ որ ես քարոզեցի։ Սա իմ հոգսն է եկեղեցու համար։ Շատերը հայտնություն չեն ստանում։ Ինչ որ ես արել էի, նա ինձ ասեց իմ մեղքերը, Սամարացի կինը։ Ինչ որ ես արել էի, եկեք ու տեսեք, որ ինչ որ ես արել էի, նա պատմեց, սաղ պատմեց։ Ինչ որ ես արել էի, ինքը սաղ գիտեր։ 95 թիվ մեր տունը, ես ինչ որ արել էի։ Գիտեք, մինչ ապաշխարել է ինձ, խայթում էր, խիղճս ինձ ուտում էր, իմ խիղճը կրծում էր, որովհետև ես մեղավոր է ու չգիտեմ ոնց ազատվեմ այդ զգացողությունից։ Մենք ապրում ենք համ անխիղճ, ապրում ենք համ առանց հանդիմանության, Սուրբ Հոգու հանդիմանության է բլոկ ենք դնում։ Ասում ենք, մի ասա մեզ։ Ես մի քիչ ծառներ կտնկեմ, սաղ կմեղմացնեմ, սաղ տեղը կբերեմ, կնմանացնեմ, բայց Տերը ասեց, ոչ մի արատ ունեցող կենդանի, ոչ մի ծառ, ոչ մի չի կարա համատվի իմ գառին և իմ խաչին։ Նրա 4 կողք անտառ չտնկես և ոչ մի արատ
ոչ մի հովանի, ոչ մի հաճելի զովություն։ Խաչի հետևից կանայք են գնում եւ լացում են, աղեղորմ լացում են Երուսաղեմի կանայք։ Հիսուս շրջվեց ու ասեց. ինձ համար մի լացեք, ձեզ համար լացեք։ Այստեղ քույրեր, եղբայրներ, դուք պետք է ձեզ համար լացեք, երիքա ուրիշների համար լացեք, ողբացեք ձեզ համար, ողբացեք ձեր մեղքերի համար, ես պետք է ողբամ իմ մեղքերի համար։ Եկեղեցի, Հիսուս խոնարհվեց, խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց, թե ինչ կմտածեն բոլորը, կապ չունի ինչ կմտածեն բոլորը, երբ որ դու Հիսուսին ես գալի, խոնարհվում Տիրոջ առաջ, կամ ծնկում Տիրոջ առաջ, կամ լացում ես Տիրոջ առաջ, կամ սիրտը դատարկում ես ու աղաղակում ես, կամ չգիտեմ, կապ չունի ինչ կմտածեն քո հարևանները, քո կողքի նստած, հետևում, առաջում նստած մարդիկ, կապ չունի ով ինչ կմտածի ձեր մասին։ Կարևորը մարդկանց գնահատականը չի, կարևորը Տիրոջ գնահատականը Տերը ինչ կմտածի քո մասին։ Խոնարհությունը, որը Հիսուս արեց, դա հիմարություն չի, դա միչակություն չի, դա վախկոտություն չի, դա թուլություն չի։ Խոնարհությունը դա ուժ է, դա մաքրություն է, դա բարգավաճում է։ Խոնարհ մարդիկ թող իրանց հարստության վրա ուրախանան, հպարտանան, իսկ հարուստները թող խոնարհվեն։ Սրբությունը մեծ բան չի, բայց իրական բան է։ Եվ սրբությունը երբեք աղքատության արդարացում չի։ Դուք կարող եք լինել առատորեն, առատաձեռն, առատ, բարգավաճ, բայց միևնույն ժամանակ սուրբ։ Հավատքը դա ռիսկ է, ժողովուրդ։ Ես քայլ եմ անում Հիսուսին։ Ես ունեցել եմ այդ ռիսկը, դուք ունեցել եք այդ ռիսկը։ Դուք սեր բոլորդ քայլ եք արել Հիսուսին։ Բոլորս համարձակվել ենք անենք դա։ Դա կոչվում է հավատք։ Ասո մարդը մի բան ասեց օրեր առաջ, դա իմ աղոթքի պատասխանն էր։ 3 օր չտևած, ես պատմել եմ սպիտակից հետ գալուս։ Եղբայր սպիտակից զանգեց, խնդրեց, որ աղոթք անենք, ես ասի անցնելուց կմտնեմ։ Մենք գնացինք եղբայրներով ու ինքը տունը չէր։ Մեր մտնելն ու իրան հիվանդանոց տանելը զուգադիպել էր սաղ։ Մենք հետ դառանք մի անգամից սպիտակի հիվանդանոց։ Հետ եկանք ջրաշենից ու գնացինք հիվանդանոց։ Եղբոր անունը Աշոտա։ Ասեց, Հովիվ ջան, ասեց, ես ռեանիմացիայում եմ, ընդունարանի։ Մենք մտանք յուղը ձեռքս էր։ Հավատքը ռիսկ է։ Եթե դուք սկզբից վախենում եք քայլ անել, առաջի քայլն է դժվար։ Քայլ անել Հիսուսին ընդունել, քայլ անել Հիսուսի մասին պատմել, քայլ անել Հիսուսին ծառայել, քայլ անել հասարակության մեջ աղոթք անել, ձեռնադրել եւ հրամայել Հիսուսյանով։ Ես յուղը վերցրի, գնացինք, մտանք ընդունարան, ահա կախված այդ բաները, կաթիլայները ընդունում։ Այնտեղ կա տատիկ, թորնիկ, այնտեղ կար բժշկուհի, քույր, այնտեղ կար, չգիտեմ, մամա, աղբեր, չգիտեմ ովքեր են, մենք ենք։ Ասես եկել եմ աղոթք անեմ այս մարդու համար։ Բժշկուհին ասեց, աղոթքը պետք է օգնի։ Քեզ աղոթքը պետք է օգնի։ Իհարկե աղոթքը։ Եթե ասեին ոչ, միևնույն է, ես պետք է աղոթեի։ Ժողովուրդ ձեռնադրեցի բժշկուհուց հետ բոլորին, ովքեր կային, կողքի հիվանդներին, աղոթք արեցին։ Կոպիտ ասած գռացրեցինք ու դուրս եկանք։ Դա հավատք է։ Ռիսկը դա հավատք է, հավատքը դա ռիսկ է։ Մի վախեցեք։
Եվ ինձ նայում էր որպես թե հրեշտակի, ոչ, դա է ձև չի, ես մի սովորական մարդ եմ, աղոթք արեցինք ու դուրս եկանք եւ ես աղոթք եմ արել, Տիրոջը հարցնում եմ, ինչ անշանակամ հավատք, ձեզ թվում է թե ես չեմ հարցնում դեռ, միջը մի հարցնում եմ, որն է հավատքը, ես ինչքան ունեմ դա, որտեղ է դա, ինչպիսին է դա, ամեն գիտենք, լրիվ օրենքները գիտենք, հավատքը լսե, շորտ, բայց իմ մոտ էլի ես հարցերը, դեռ Տիրոջը կա, ինչքան մեծ է իմ հավատքը, ես ինչքան ունեմ, նա աճելու վրա, նա փոքր է, նա ոնց է, նա տատանվող է, 3 օր չեր անց է, լսում եմ մի փոքր դրվագ, Լեստեր Սամբրալից, ասում եմ, ձեզ թվում է հավատքը մի մեծ սենց երևացող բան է, հավատքը երևում է քո աչքերից, փոքր բաներով, քո խոսքերից, քո դեմքի միմիկաներից, հավատքը երևում է քո գործողությունների մեջ, դա կոչվում է հավատք, մանանեխի չափ հավատք ունենայիք, այս լեռանը կարող էիք ասել, ելիր և ծողննկիր, ահա հավատքը, որը դրսևորվում է և գալիս է փոքր բաների տեսքով և դրան Աստված կար ասի մեծ հավատքը, հավատքը ռիսկ է, ես երբ որ գրում եմ ստեղ հավատքը ռիսկ է, նորից եմ ուզում գրեմ, որ հավատքը չլինել բեր ուրիշների համար, հապա ուրիշներին վեր հանել, դա է հավատքը, ստեղ է Տերը, ստեղ է Հիսուս, ստեղ է Հիսուս, ինքը պեչատ է դնում այս ծառայության վրա, ինքը պեչատ է դնում այս ծառայության վրա, որովհետև սա իրան հաճելի է, հավատքը դա մեծ ու ահռելի թվալը չի, նա գալիս է մանր մուներ բաների միջոցով, հալելույա, վերջ, ես ինչ որ ստեղ գրել եմ այլևս չեմ կարդում, իմաստ չկա, Սուրբ Հոգին ասեց վերջ, շնորհակալ եմ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ այսօրվա համար